Առաջինը խաղացան խոսելիս բերեցին պատերազմ։ Տվեցին 5000-ից ավելի զոհ, հիմա էլ ընդունում են, որ արել են դա միտումնավոր, հասկանալով, որ ամեն ինչ կորցնելու են, բայց արել են այդ, որ իրենց դավաճան չասեն։ Երկրորդը, թշնամուն հանձնել են 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք։ Եվ ինչ են ասել։ Ասել են սոված կմնան, կգնան տուն։ Մինչ այսօր այդ սոված մնալը շարունակվում է։ Այս երկրագնդի վրա ամենից երկար հացադուլն է, որը թշնամին անում է մեր տարածքում, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Խայտարակություն է։ Հանձնել են Արցախը երրորդը։ Հանձնել են Արցախը եւ ունենք 150,000 փախստական։ Հիմա էլ արցախցիներին ասում են, իսկ ինչու դուք չեք զոհվել։ Չորրորդը, անհասկանալի պայքար են մղել կովիդի դեմ։ Սկզբից ասել են ստից հիվանդություն է, տնական օղիով կբուժենք։ Հետո պարզվեց, որ դա այդ պատճառով Հայաստանում կովիդից զոհվեց, մահացավ 3 անգամ ավելի մարդ, քան միջին աշխարհում։ Անշնորհք պայքար էր այդ համաճարակի դեմ։ Հինգերորդը, խոստացել են պայքար կոռուպցիայի դեմ, արդյունքում գլխավորել են կոռուպցիան, ստեղծել են սեփական օլիգարխներին եւ որդեգրել են հին օլիգարխներին։ Հավաքել են 8 միլիարդ դոլարի պարտք, որին առնվազն կեսը մսխել են